Արամ Մանուկյան, համեցեք պարոն Մանուկյան։ Նախ հարցանագրենք, որ այս քննարկումը ժողովրդի ճնշման արդյունքում էր եւ որ մեկը բլեֆ մի արեք, թե դուք պատրաստվում եք այս օրենքի նախագիծը քննարկում եք հանձնաժողովում, ամենևին չէր լինի ճնշումը, հոկտեմբերին ընդունված կլիներ օրենքը եւ կաշխատեիք։ Եղավ ընդվզումը, ետնահանջ եղավ։ Հաջորդ վերլուծությունը։ Դուք ներկայացնում եք ռեֆորմներ, որոնք չեն ընդունվում։ 2 տարվա ընթացքում առնվազն 7-8 ռեֆորմ եմ ես արձանագրել, ասեմ դրանց մասին, որոնցում դուք չեք հաջողել։ Ռեֆորմներ չեն հաջողում այն իշխանությունները, որոնք կամ սխալ ռեֆորմ են անում, այսինքն վատ ռեֆորմ է դա, կամ հասունացած չէ, կամ վնասում է, կամ լավ չի մատուցվում, այսինքն հասարակությունը կամ խորհրդանը չի հասկանում, կամ այնպես է մատուցվում, որ արդյունքում լավ ռեֆորմն է ձախողվում, եւ մյուսը երբ որ լավ ռեֆորմի տակ վատ խութեր են հայտնվում։ Ձեր արած վերջին 2 տարվա ռեֆորմները բոլորը դասվում են այս շարքին։ Հիմա ես կարդամ դրանցից մի քանիսը։ Կենսաթոշակային կուտակային հիմնադրամ, տրանսպորտի գին, նկարահանող սարքեր, պարոն Բագրատյան, խնդրում եմ։ Տրանսպորտի գնի ռեֆորմ, նկարահանող սարքերի կարմիր գծերի ռեֆորմ, ՀԴՄ-ների ռեֆորմ, շրջանառության ռեֆորմ, սահմանադրական փոփոխությունների ռեֆորմ։ Այս բոլոր ռեֆորմները իրենց բովանդակությամբ լավն են։ Ռեֆորմը չի կարող վատը լինել, մանավանդ եթե նա անցել է համաշխարհային փորձաքննություն։ Բոլոր երկրները այս ճանապարհով անցել են։ Բայց դուք տեղայնացնում եք այս բարեփոխումները Հայաստանում յուրահատուկ ձեր մոտեցումները նրա մեջ կամ նրա տակ դնելով։ Որոնք են դրանք։ Անձնական շահերը, կիրառողների շահերը եւ շահեր, որոնք ամենևին չեն բխում քաղաքացիների եւ այն մարդկանց շահերից, ում նկատմամբ պետք է բարեփոխումները կիրառվեն։ Մասնավորապես, ժողովուրդը չէր ըմբոստանում այնքան կուտակային հիմնադրամից, այլ նրանից, թե հիմնադրամի գումարները ուր են գնում։ Ժողովուրդը չէր ըմբոստանում տրանսպորտի գնի հետ կապված, եթե չիմանար ում շահերն են դրա հետևում կանգնած, ում համար են այդ փոփոխությունները անում, տրանսպորտի լավացման, թե մի քանի հոգու։ Ժողովուրդը չէր ըմբոստանում այնքան նկարահանող սարքերից, այլ ըմբոստանում էր նրանից եւ մենք էլ ըմբոստանում ենք նրանից, որ 30-70%-ը գիտեինք մասնավորին է գնում, մասնավոր հետև կանգնած էին ովքեր։ Այսինքն այս ՀԴՄ-ի համար ինչի էին ըմբոստանում, գիտեին ՀԴՄ բերող բիզնեսի տերը ով է։ Այսինքն ձեր բերած ռեֆորմների հիմա էլ շրջանառության հարկի հետ կապված բոլորն էլ գիտեն, որ դուք մի հատ հնարք եք անում, երկու բիզնես ուզում եք հագնեն իրար, մեծ բիզնեսը փոքր բիզնեսի հետ, ինչու որ դուք չեք կարողանում մեծի հետ ուղիղ ձեր խնդիրը լուծել։ Ազնիվ չի այս մոտեցումները։ Եվ այս ընդերքային, խութային մոտեցումները ռեֆորմների փչացնում են ռեֆորմները։ Ռեֆորմների բովանդակությունը եւ իրականությունը լավն է, ձեր մատուցումն է վատը։ Եվ սրա արդյունքում դուք կորցնում եք վստահությունը, երբ որ ռեֆորմ անելը ցավացնել է։ Ռեֆորմ անելը դժվարություններ է իր մեջ պարունակում, բայց վերջնական արդյունքում այն դրական արդյունք պետք է ունենա։ Հիմա մեր մոտ այս բոլոր նշածս ռեֆորմների իրականացման դեպքում հարստանում են ռեֆորմ կիրառողները։ Այսինքն եթե դու ինչ-որ բան պետք է անես, որ դրա օգուտը ակնհայտ երևում է ռեֆորմը իրականացնողներն են, ժողովուրդը երբեք չի վստահի դրան։ Շատ հստակ, ես կարդում եմ ձեզ միջազգային կառույցների վերջին 2-3 տարվա ընթացքում բոլոր արձանագրությունները Հայաստանի նկատմամբ, բոլորը համահունչ են։ Բոլորում նշված է, որ Հայաստանում կոռուպցիան է հիմնական տնտեսության զարգացման խոչընդոտը։ Ակնհայտ է։ Բոլորը նշում են, որ մարդիկ, որոնք իշխանության տարիների ժամանակ հարստացել են, հիմա իշխանություն են իրականացնում։ Այն նախարարները, այն վարչապետը, այն մարզպետները, որոնք ակնհայտ օրենքի խախտումներով են պահպանում իրենց գոյությունը բիզնեսը, ոչ թե պատժում են, այլ ավելի բարձր պաշտոնների են գնում, կամ ընդհանրապես պաշտոնի են գնում։ Վարչապետ քննադատեց ամբողջ այս երկիր, հանկարծ այդ վարչապետը դեսպան դառավ։ Սուրիկ Խաչատրյան քննադատեց ակնհայտ, ակնառու դեպքերով մարզպետ դառավ։ Արմեն Մովսիսյանի գործը ես այստեղ հայտարարել եմ, որ էներգետիկայում կատարվում է կոռուպցիոն ակնհայտ գործարքներ։ Հայտնեցի դատախազության, իմ ելույթը դատախազության համար հայտարարություններ։
հանեցին, տարան նախագահի խորհրդական։ Այս դեպքում այս գործնեությամբ, այս մթնոլորտով ռեֆորմի թիրախը քաղաքացին բիզնեսմենը չի վստահում ձեզ։ Չի վստահում, որովհետև արդյունքում տեսնում եք դուք այն չեք անում, ինչին նպատակաուղղված է ռեֆորմի նպատակը, արդյունավետությունը, հեռանկարը, թիրախը։ Ձեր մեթոդական սխալը այստեղ է։ Ապացուցեմ ասածներս փաստերով։ Խոստում տալ եւ խոստումները չկատարել, դա արժանապատիվ մարդու, լուրջ մարդու, պատվախնդիր մարդու գործ չէ։ Կարդում եմ ձեր երկրի նախագահի մի քանի ակնհայտ հրապարակած ելույթները եւ խոստումները։ 2008 թիվ առաջիկա ամիսներին Հայաստանում սկսվում է նոր ատոմակայանի կառուցելը։ Առաջիկա ամիսներին սկսվելու է Իրան Հայաստան երկաթուղու կառուցումը։ Առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկային ներդրումների բանկ է ստեղծվելու, որը մեծամասշտաբ ծրագրեր է ֆինանսավորել։ Դիլիջանը դառնալու է ֆինանսական քաղաք, Գյումրին դառնալու է տեխնոքաղաք։ Երեք ջրամբար Հայաստանի համար միշտ ասել եմ ամենա ռազմավարական օբյեկտներից Եղվարդը, Քաղսին, Վեդի ջրամբարներ 13 թվականին ծեր Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սրանց շինարարությունը պետք է սկսվի 13 թվականին։ Ինչպես կարելի է ասել այսպիսի ստեր, ասել այսպիսի խոստումներ, ակնհայտ ստեր, անցնում է 6-7 տարի, ոչ մի բան չկա։ Եվ դուք ուզում եք, որ այս ժողովուրդը, որին ասում եք ժողովրդին հայ հանում եք, բան չեն կարող, իհարկե պիտի անեք։ Որովհետև այս ձևի ստերով կերակրել մի հասարակություն չի կարելի։ Ասել մի բան ու չանել այդ բաները չի կարելի։ Հիմա Պրոբլեմի լուծումը ախր այնքան պարզ է։ Այս շենքում, այս դահլիճում եւ ձեր կառավարության շենքում եք այդ նախագահականում են կենտրոնացած բոլոր այն մարդիկ, ովքեր տիրապետում են բիզնեսին։ Դրանից դուրս չի այն մեծ բիզնեսը, որի մասին այսպես ասում են, մեծ բիզնեսը բերել հարկային դեր։ Չգիտեք, որ նախարարներն են, որ ունեն հզոր բիզնես, մենաշնորհային բիզնես։ Չգիտեք, խորհրդանում ովքեր են այդ մենաշնորհները։ Պարզ բոլոր նրանք ովքեր եք ասում են, որ սա շոու է։ Մի քանի պարզ, այսպես պարզունակ անգամ բաներ եմ առաջարկում։ Ովքեր են Հայաստանում թունավորում ժողովրդին, կեղծ դեղերով, ով չգիտի, Սերժ Սարգսյանը չգիտի, ովքեր են թունավորում կեղծ արաղով, ովքեր են ժամկետանց սնունդ մատակարարում հասարակությանը, բնակչությանը եւ մասսայական թունավորումներն բանանում։ Ովքեր են ցանկացածը կարող եք հարկային մաքսային աշխատողի հարցնել, ինչ մախինաներ են, որ իրականացում են սահման անցնելու ժամանակ, ինչ ապրանքի ինչ է դառնում, ինչքան քանակը ինչպես է ձևակերպում եւ ովքեր են այն մարդիկ, որոնց ապրանքները այս կանոնների են ենթարկվում։ Քանակն է կորում, որակն է կորում եւ ընդհանրապես իրականությունը, փաստերն են կորում։ Բոլորս գիտենք։ Եվ դուք հանկարծ եկել եք այստեղ, այսպես շոու են ասում, ես էլ սա եմ շոու համարում, որ դուք իմանալով հանդերձ, բոլորս իմանալով հանդերձ, որտեղ է շան գլուխը, եկել ենք մկան պոչից ենք բռնել։ Չի լինի այդպես։ Իհարկե հասկանում եմ, որ դուք չեք կարող կպնել այն դաշտին, ինչը ձեզ ղեկավարում է։ Դուք ձեր նախարարի բիզնեսի համար կարող եք գալ այստեղ օրենքի նախագիծ բերել։ Ոչ դուք կարող եք, ոչ ձեզ կթողնեն, ոչ էլ այստեղ աջակցություն կունենան։ Այսինքն սա է շոու, որ մենք ուզում ենք մեծ բիզնեսը, Հայաստանի տնտեսական խնդիրները լուծել, բայց չենք գնում այն ուղղությամբ, որտեղ այդ խնդիրներն են։ Այսպես չի լինի, այսպես չեք կարող։ Հարցրեք խանութներում, շոկոլադեղ են, ով է բերում եւ թղթաբանություն կա շոկոլադեղենի համար։ Դժվար չի, չէ՞ ճշտելը։ Եվ կեղծում, միսը, ամեն ինչը։ Ախր դժվար չի, չէ՞ այս ամենը ճշտել, բայց այդ ամենը չտեսնել եւ գալ ներկայացնել, որ մենք ուզում ենք ռեֆորմ անել, այդ ռեֆորմը այս գլխից ձախողված է։ Չի կարող այս ձևի միջավայրում ռեֆորմ իրականացնել։ Եվ նաեւ ցավոք սրտի խորհրդանում էլ հենց բիզնեսի աշխարհն է պաշտպանում այս մոտեցումները։ Մարդիկ, որոնք գազի բիզնես ունեն, մարդիկ, որոնք սանուդի բիզնես ունեն, որոնք մարդիկ աղբի բիզնես ունեն, տրանսպորտի բիզնես ունեն եւ այլն եւ այլն։ Ամփոփենք։ Հետ կանգնեք այսպեսի փոփոխություններից եւ առաջիկայում դուք մեկ հատ էլ ձևի փորձություն ունեք, ավելի լուրջ փորձություն, համանդրական փոփոխություններն են, որ այս գլխից ասեն, որ չի լինելու, ձախողվելու է, եւ այս գլխից ասեն, որ հիմա ավելի լավ է հետ կանգնեք, քան բերեք հետո մենք ժողովուրդ անենք, իսկ մենք անելու ենք, որովհետեւ ձեր ասած համանդրական փոփոխությունների ոչ թե բարեփոխումների նպատակը լրիվ այլ է։
Այսինքն բոլոր այն փոփոխությունները, բոլոր այն բարեփոխումները, ռեֆորմները, որոնք ունեն մութ նպատակներ, մենք թույլ չենք տալ դրանք իրականացնենք։ Շնորհակալություն։